Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական և կանխատեսող թողարկումը պարզապես փոթորկելու է ձեր երևակայությունը, քանի որ առաջիկա սերիաներում սպասվող զարգացումները գլխի վայր են շրջելու բոլոր հարաբերություններն ու քանդելու են տարիներով կառուցված սկզբունքները։ Պատրաստվեք, քանի որ սերիալում իսկական հոգեբանական և ֆիզիկական պատերազմ է սկսվում, որտեղ զգացմունքները բախվում են պարտքի և արյան կանչի հետ։ Սկսենք ամենաանսպասելի հոգեբանական տրանսֆորմացիայից, որը տեղի է ունենում Ավոյի հետ։ Մարդ, ով ամբողջ կյանքում ապրել է ստերով, խարդավանքներով և մարդկանց օգտագործելով, հանկարծ հայտնվում է սեփական ծուղակում։ Ավոն, մնալով մենակ իր մտքերի հետ, սկսում է ինքն իրեն խոստովանել անհավատալին։ Նա հասկանում է, որ սկսել է չափից շատ մտածել Օլգայի մասին։ Այն, ինչ սկզբում պարզապես շահադիտական խաղ էր, ինքնահաստատման միջոց կամ Սարգսյաններին նյարդայնացնելու գործիք, վերածվել է իրական խորը զգացմունքի։ Ավոն գիտակցում է, որ իրոք սիրահարվել է Օլգային և այլևս չի պատկերացնում իր կյանքն առանց նրա։ Բայց հենց այս պահին, երբ նրա զգացմունքներն անկեղծանում են, հարվածը գալիս է ամենացավոտ տեղից։ Վովան, ով վերջնականապես հոգնել է այս քաոսից, մորը կանգնեցնում է դաժան վերջնագրի և ընտրության առաջ՝ կամ ես, կամ Ավոն։ Օլգան լինելով մայր, բնականաբար ճնշվում է և ընտրում որդուն, խոստանալով ընդմիշտ վերջ տալ Ավոյի հետ ցանկացած շփման։ Սակայն նրա սիրտը արյունահոսում է։ Օլգան ներքուստ խորապես սիրում է Ավոյին, և այս բաժանումը նրա համար հոգեկան մահվան է հավասար։ Մեր կանխատեսումն այն է, որ Ավոն հեշտությամբ չի հանձնվի, և այս անկեղծ սերը նրան կստիպի դիմել խենթ քայլերի, միգուցե կամ զոհաբերելով իր կյանքի ամենամեծ գաղտնիքը՝ Օլգային հետ բերելու համար։ Մինչ Օլգան և Ավոն տառապում են, մեկ այլ, շատ ավելի վտանգավոր ճակատում պայթյուն է հասունանում։ Լեոյի և Լեայի գաղտնի հաշտությունը շատ շուտով ջրի երես է դուրս գալու, և դրա հետևանքները լինելու են կործանարար բոլորի համար։ Պատկերացրեք Հունանի արձագանքը, երբ նա իմանա, որ իր դուստրը կրկին հանդիպում է իր երդվյալ թշնամու՝ Սարգսյանների որդու հետ։ Հունանը, ով նոր է վերադարձել մահվան ճիրաններից, սկզբում կկատաղի, կփորձի արգելափակել Լեային տանը և նույնիսկ սպառնալ Լեոյին։ Բայց այստեղ Լեան կօգտագործի իր ամենահզոր զենքը՝ կհիշեցնի հորը, որ հենց Լեոն է նրան դուրս քաշել լողավազանից ու փրկել նրա կյանքը։ Սա Հունանին կգցի ծանր բարոյական երկытրանքի մեջ։ Արդյոք նա կկարողանա ոտնատակ տալ իր կյանքը փրկողի սերը հանուն հին թշնամանքի։ Սակայն Սարգսյանների ընտանիքում այս հաշտությունը կընդունվի շատ ավելի ցավոտ ու տրամատիկ։ Դավիթն ու պապիկը կդիտարկեն Լեոյի քայլը որպես բացահայտ դավաճանություն իրենց արյանն ու արժանապատվությանը։ Բայց ամենաողբերգական արձագանքը լինելու է Մանանինը։ Աղջիկը, ով իր եղբայրների կոշտ արգելքի ու ճնշման պատճառով ստիպված եղավ խոստանալ ու երբեք չհաշտվել Գրիշոյի հետ, կհայտնվի կատարյալ հիասթափության մեջ։ Մանանը կարտասվի և արդարացիորեն կմեղադրի Լեոյին երկակի ստանդարտների մեջ։ Ինչու քեզ կարելի է սիրել ու ներել մակունցների աղջկան, իսկ ինձ արգելված է լինել իմ ամուսնու հետ։ Այս անարդարությունը Մանանի ներսում կարթնացնի իսկական խռովարարի, և մենք կանխատեսում ենք, որ հենց Լեոյի այս քայլը Մանանին կմղի վերանայելու իր որոշումն ու ի հեճուկս եղբայրների Գրիշոյին ևս մեկ շանս տալու ճանապարհին։ Եվ վերջապես հանցավոր աշխարհի ամենասպասված և դաժան հանգուցալուծումը։ Արամը, իմանալով ողջ ճշմարտությունը իր հորեղբոր Արտյոմի մասին, լի է կործանարար վրեժով։ Մեր վերլուծությունը հուշում է, որ Հունանը անձամբ կկազմակերպի Արամի դուրսբերումը կամ փախուստը բանտից, նրան տանելով ուղիղ իր նկուղ
որտեղ շղթայված սպասում է Արտյոմը։ Արամի եւ Արտյոմի հանդիպումը կլինի սերիալի ամենասառնասիրտ տեսարաններից մեկը։ Չնայած Արտյոմի աղերսանքներին եւ արյունակցական կապի մասին հիշեցումներին, Արամի ձեռքը չի դողա։ Նա կսպանի Արտյոմին, վրեժ լուծելով իր հոր սպանության եւ իր կործանված երիտասարդության համար։ Այս կրակոցով Արամը վերջնականապես կհատի բարոյականության սահմանն ու կվերածվի նոր անողոք մաֆիոզի, փոխելով ուժերի հարաբերակցությունը ողջ քաղաքում։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, երբ Մանանն իմանա Լեոյի եւ Լեայի հաշտության մասին, արդյոք նա կապստամբի իր եղբայրների դեմ եւ կվերադառնա Գրիշոյի մոտ, թե նրա վիրավորանքն այնքան խորն է, որ անգամ Լեոյի օրինակը չի փոխի նրա որոշումը։ Անպայման գրեք ձեր մեկնաբանությունը այս տեսանյութի ներքևում։ Շնորհակալություն դիտելու համար։